Մեր օրակարգում երկու հարց է։ Առաջին հարցը ընդգրկում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Կառավարության ներկայացրած նախագծի երկրորդ ընթերցումը կներկայացնի Արմեն Ղազարյանը, փոխնախարար, եւ այս օրակարգի առաջին հարցավարձություն, որ կանցնենք կառավարության ծրագրի կատարողականի քննարկմանը։ Պարոն Ղազարյան, խնդրում եմ։ Շնորհակալություն, պարոն Քոչյան։ Քվեարկենք ովքեր են կողմ այսօրվա օրակարգին։ Կողմ, դեմ, ձեռնպաչկա, խնդրեմ պարոն Ղազարյան։ Շնորհակալություն, պարոն Քոչյան, հարգելի գործընկերներ, առաջին ընթերցման արդեն իսկ ներկայացրել էր ձեզ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքում լրացումը եւ փոփոխությունը, ըստ էության մենք պարտադիր ապահովագրության դաշտ էինք բերում մոպեդները, տրիցիկլները եւ կվադրիցիկլները, սրա մասին խոսել ենք, որովհետեւ այս տրանսպորտային միջոցները արդեն իսկ դարձել են մեր երթևեկության անբաժանելի մասը, ըստ այդմ դրանից բխող ուրեմն պատասխանատվության պարտադիր ապահովագրության խնդիր է առաջացել։ Նշեմ, որ մարտի 1-ի դրությամբ այս տարվա մենք ունեինք գրանցած երկանիվ մոպեդ 2594, եռանիվ մոպեդ 29, տրիցիկլ եւ կվադրիցիկլ միասին 127, այսինքն քանակը բավականին մեծ է։ Առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում որևէ փոփոխություն նախագծում տեղի չի ունեցել, խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Հարցեր հիմնական զեկուցողին, հարցեր չկա, հարակից զեկուցողը հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն էր, ինքը բացակայում է հարգելի պատճառով, ես միանում եմ հիմնական զեկուցողի կողմից հնչեցրած մեր առաջին ընթերցմամբ քննարկված առաջարկները եւ քանի որ լրացուցիչ առաջարկներ չեն եղել, ուստի ինքս էլ առաջարկում եմ կողմ քվեարկել նախագծին երկրորդ ընթերցման ընդունել դեպքում լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին։ Ելույթների համար հերթագրում, ելույթներ չկա, պարոն Ղազարյան, եզրափակիչի, շատ լավ, հարգելի գործընկերներ, քվեարկում ենք։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին երկրորդ ընթերցում օրինագիծը դրական եզրակացություն ստանալու պարագայում լիագումար նիստերի օրակարգ ընդունելու հարցը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։